Հարգելական դատախազների դիրքորոշման հետ կապված դատախազների ամբողջ դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որ պաշտպանական կողմը ստեղ հանդիսատեսի համար աշխատում, իրանք էլ եկել են ստեղ մաքուր իրավաբանություն են անում։ Եթե մաքուր իրավաբանություն եք անում, անցած նիստին քննարկում եք խափանման միջոցների հարցը։ Դուք հելակ բոլոր 18-ի վերաբերյալ ասի կխուսափեն, նոր հանցանկանեն, կխոչընդոտեն։ Օրինակ իմ վստահորդի մասով առաջին դատարան ամենասկզբից գրել է, որ չի կարող ինքը խուսափի, որտեղ ինքնակամ է ներկայացել։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ հաստատել է, որ չի կարող նոր հանցանք կատարի, ու մենակ մնացել է խոչընդոտելը։ Եթե դուք մաքուր իրավաբանություն եք անում, հիմա ելեք ասեք, թե այդ մարդիկ ինչ եղանակով կարան գործի քննությանը խոչընդոտել։ Այս արդեն որ երրորդ նիստն է, դուք հելում ասում եք, դուք սոփեստություն եք անում, մենք էլ ստեղ իրավաբաններ ենք, մխիթար գոշ է ստացել ենք, դա հաստատված է, որ մենք նորմալ բան հանգստացի։ Եմ ասում չափինա Մաքուր իրավաբանություն եք անում, ո՞նց կարա խոչընդոտել։ Միած գործինյութերից միած յուտ ասեք, որ այս լայց հետևում է կարա անի։ Դատական ակտերով, հիմա որ դատական ակտերով հաստատել է, որ չի կարող հանցանք կատարի։ Վերաքննիչ բողոքի պատասխան բերել եք, վճռաբեկ բողոքի պատասխան բերել եք, նստեք։